Ամերիաբանկի հաճախորդների թիվը ավելի քան 900,000, մանրածախ վարկային պորտֆելը ավելի քան 800 միլիարդ դրամ, իսկ հաջորդ նպատակը 1 միլիոն հաճախորդ և նոր սերնդի թվային ծառայություններ։ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի առաջին կիսամյակի արդյունքներն ու խոսել առաջիկա ծրագրերի մասին, սկսած նոր պերսոնա և պրեմիում մասնաճյուղերից մինչև My Ameria հավելվածի ընդլայնում։ Եթե մենք համեմատում ենք թվային տիրույթում ակտիվությունը և հաճախորդների բազայի աճը, ակտիվությունը մոտ 2 անգամ ավելի առաջանցիկ տեմպով է աճում, որը ցույց է տալիս, որ մեզ հաջողվում է ոչ միայն ընդլայնել մեր հաճախորդների բազան, այլ նաև արդեն իսկ գործող հաճախորդների ակտիվությունը էականորեն աճի տեմպ է դրսևորում։ Մանրածախ բանկինգի առաջին կիսամյակի կարևոր ցուցանիշներից մեկը հաճախորդներից ներգրավված միջոցների ծավալն է։ Այն առաջին անգամ գերազանցել է 1 տրիլիոն 30 միլիարդ դրամը։ Բանկում ընդգծում են, որ հատկապես աճել են դրամային և ցպահանջ ավանդները։ Տարեսկզբից ժամկետային ավանդների պորտֆելն աճել է 19%-ով, հասնելով 423 միլիարդ դրամի, իսկ ցպահանջ ավանդների ծավալն ավելացել է 18%-ով, կազմելով 446 միլիարդ դրամ։ Դրամային ավանդների առաջանցիկ աճի տեմպը վճռական նշանակություն ունի, քանի որ դա նաև հնարավորություններ է ստեղծում դրամային վարկավորման ծավալման համար։ Վարկային պորտֆելի մասով վերջին 5 տարիներին տարեկան միջին աճը պահպանվել է մոտ 30%-ի մակարդակում։ Մանրածախ բանկինգի գծով վարկային պորտֆելը հունիսի 30-ի դրությամբ գերազանցել է 800 միլիարդ դրամի շեմը, հատկապես արագ է աճել հիփոթեկային վարկավորման ուղղությունը։ Առաջին անգամ մեր հիփոթեկային վարկերի պորտֆելը գերազանցել է 400 միլիարդի շեմը։ Անկանխիկ գործարքների ուղղությամբ ևս արձանագրվել է աճ։ Վերջին 5 տարիներին քարտերի քանակի տարեկան միջին աճը կազմել է մոտ 37%։ Աճում է նաև թվային տիրույթում գործարքների մասնաբաժինը։ Եթե նայում ենք բանկի գործարքների կառուցվածքը, ապա մենք մասնաճյուղային ցանցում այժմ իրականացնում ենք մեր գործարքների ընդամենը 1%-ը։ Այսինքն բանկի գործարքների ընդհանուր 99%-ը իրականացվում է մասնաճյուղից դուրս թվային հարթակներով կամ ինքնասպասարկման մեքենաներով։ Բանկն առաջիկայում նախատեսում է զարգացնել հաճախորդների սեգմենտավորված սպասարկումը։ Հաճախորդների սպասարկման որակը էլ ավելի բարելավելու տրամաբանության ներքո մենք հաճախորդների սեգմենտների համար բացում ենք արդեն մասնագիտացված մասնաճյուղեր և առաջին պերսոնա մասնաճյուղը և պրեմիում մասնաճյուղը մինչև տարեվերջ կբացենք։ Ամերիաբանկը փոխում է նաև հաճախորդների սպասարկման մոտեցումը, անհատական հաճախորդից անցում կատարելով ընտանիքի կոնցեպտին։ Այս տրամաբանության շրջանակում բանկը զարգացնում է նաև երեխաների և դեռահասների համար նախատեսված լուծումները։ Նրանց համար արդեն իսկ ստեղծվել է My Ameria Star հավելվածը։ Մենք փորձում ենք ընտանիքի բոլոր անդամների, աշակերտների, հետո ուսանողների, նաև բնականաբար աշխատող ծնողների, հետագայում նաև արդեն թոշակառու տարիքում գտնվող հաճախորդների համար համապատասխան ընդհանուր լուծումներ առաջարկել, որպեսզի ամբողջ ընտանիքի կարիքները կարողանանք լիարժեք բավարարել։ Ասուլիսին ներկայացվեցին նաև My Ameria հավելվածի նոր հնարավորությունները՝ My Home, My Car, My Invest և My Business հարթակները, առաջիկա ծրագրերը, թվայնացման և արհեստական բանականության օգտագործման ուղղությամբ բանկի կողմից իրականացվող նախաձեռնությունները։